Եկեք համեցեք քույրը Աստծունն է։ Հարսիկս շփշփան հարսիկս։ Ես ոնց հասկացա, այստեղի հարցերը շատ շփշփան են։ Անպայման, ինքը կարելի ասել իմ հարսը չի, իմ աղջիկն է, իմ համոմն է։ Այստեղ սկեսուր հարսավանդական լարվածության մասին լսել անգամ չեն ուզում։ Տրանշեմից անգամ զգացվում է, որ այս տանը սերն ու հարգանքը կենցաղից առաջ են ընկել։ Մինչ 27-ամյա Այդան խոհանոցում, ինչպես սկեսուրն է ասում, շփշփում է ու սուրճի պատրաստություններ տեսնում, տիկին Նարան մեզ միանգամից մառան է հրավիրում։ Տարվա այս շրջանում, հատկապես գյուղերում, տան կանանց ձեռքերը ծանրաբեռնված են հոգնածությունը դեմքերին։ Ասել է, թե ամենաակտիվ աշխատանքով լեցուն շրջանն է, այնպես որ ինչպես իրենք են ասում, քիչ սրբելու ժամանակ չունեն։ Նարան էլ բացառություն չէ, որպիսի երկար-բարակ չպատմի, թե ինչ մեծ թափով է լցվել տունն ու պահեստարանները բնության տված բարիքներով լցնելու գործին, միանգամից մառան է իջեցնում։ Հարսը իրենից ղոչաղ, անող դնող, ինքն էլ հարսից։ Դեռ տարվա բերք ու բարիքի հիմնականը նոր պիտի հասունանա ու պիտանի լինի պահածոյացնելու, բայց մառանն արդեն լեբլեցուն է, որ վկայում է, թե այս տանը շփշփան կանայք են ապրում։ Բա ինչ չէ, որ մառանն է տան կանանց պատիվն ու հպարտությունը, հանուն որի արժե մի լավ չարչարվել։ Գիտեք ոնց ինքը լսող է, մենք իրար որ հարմարվել ենք, հասկացել ենք, պարզ է, եթե տղուս շատ եմ սիրում, ուրեմն հարսիկից նայելուց տղուս եմ պատկերացնում։ Դրա համար շատ եմ սիրում, երեխա է, սխալել կունենա։ Բայց իրար լսելով ասում եմ այդ ջան, էսի սովորի, որ հետագայում ես չեղնեմ, ասես մաման սենց էր անում ու քո ընտանիքը պահես։ Մոր եմ փագե, այնա սմարոջինան, ահա, դե այսօր մեկ էլ սպասեք տաժը տակ վիճակում է, հարսիկ սա բերու, որ, ահա, տղեմալ եմ սարքե, հլը բռնեք տակ հա, նոր եմ բերետ։ Ուրախությունով լինի Նարան։ Ամեն ինչ։ Ես ոնց հասկացա, ձեզ հետ միասին նաև ձեր հարսն է, անպայման, մենք ընդհանուր, ամեն ինչը իրար կեսբառից հասկանում ենք ու իրար հետ ենք ամեն ինչ անում, թե թորների պահելը, թե փագոցը, թե ճաշեղը, ամեն ինչ։ Չէ, չենք կարա առանց սրա եղնենք, ոնց փագոցը վերացնենք, երեխեքս թորներս երբ ուզեն, որ ուզեն, տատի բերում, բացում են, ուրախանում են, միրգը ծառներին կա համարյա առնովիչի, ոնց անենք, որ չանենք, խի, արդեն ալարգելու, ալարգոտի գործա, որ չանենք, ափսոս չի չանենք։ Օրինակ, ինչ բացեմ, որ ձեզ համար լավ եղնի, դեղծը, որ եկել եք դեղծավան, կարելի է հենց դեղծը բացել, խմել։ Ամեն ինչ էլ կա, դեղծել մի հատ գտնենք, դեղծել կա, սերկեֆիլել կա, ուղղակի քանի որ դեղցավան ճիշտ է։ Ահա։ Հեսա։ Դեղց, ահա։ Էս տարվա բան է։ Էս փոշին ցույց հա տալի հնությունը անցած տարվա։ Որ թազա չի։ Ահա։ Կտանենք հեսա, կբացենք, կհամտեսեք։ Դեղցավանի արևահամ դեղցի կոմպոտը հանձնվում է հարսիկին, իսկ մենք փորձում ենք բացահայտել այս ընտանիքի շոկոլադե հարաբերությունների իսկական գաղտնիքը։ Պարզվում է, այստեղ ամեն ինչ սկսվում է մեծի իմաստությունից, որը տան մեծ տիկնոջ ներողամտությունն է, որ հետո ետ է վերադառնում անկեղծ հարգանքով ու ման պապ ասելով։ Գիտեք ինչ, իմ կարծիքով ես հարսել եմ եղել, կեսուրել եմ, զոքանչել եմ, իմ կարծիքով տան ամեն ինչը գալիս է մեծից։ Ջահելը միշտ է սխալներ ունենում է, մեծը արդեն մեծ կյանք անցել, շատ բան է տեսել, կարա մի պահների, որ էքու խոր ծերությունում ոչ թե պարտադրած հարսիկը ինձի ջուր տա, այլ խնամքով, ասի մաման լավ ա եղել։ Էնա թող հարսս ասի։ Իրանց խրատներին միշտ հետևում ենք, հարցնում ենք իրանցից, հարցի փորձ ենք անում, մանջանպատյան ոնց անենք, ինչ անենք, որ լավ լինի, մենք խաղաղ հաշտուհամերաշ մեր ընտանիքում ապրում ենք։ Առանց ճանի չի ասում։ Օրվանից էլ մինչև հիմա էլ ես իրանցից։ Եթե օրինակ մի հասարակ բան, եթե դու իրան սիրեն սարկես, ոչ ինքն էլ ստիված, քո սխալն էլ ինքը կծածկի, քեզ կսիրի կհարգի։ Իսկ եթե ոտը տրորես, գլուխն էլ կտրորի։ Այտենց է։ Հայրեն, տատիկ ու պապիկ են, կիսու կեսրար են։ Աղջի, հետո կամուսնացն են նորից, շատ մի գովի։ Առաջին իսկ օրից ինչ Այդան այս տան շեմն անցավ, Նարան ոչ ոտքը տրորեց, ոչ էլ մի օր ասաց աչքիդ վերևը հոնք կա։ Ջան ասացին, ջան լսեցին, բայց դե տան տիրուհին էլ խոստովանում է, գուցե ամեն ինչ այսքան հարթ չգնար, թե հարսն իր սրտովն ու հավանածը չլիներ։ Իսկ այսպես Նարայի բախտը հարսի հարցում իսկապես բերել է, ասում է իմ արժանի հետնորդն է, իմ տան շենացնողն ու պահողը։
Օրինակ ճաշերը իմ գործն է։ Ինքը ասում մամ դու ճաշը սարքի, ինքը զբաղվում է մակրասիրությամբ։ Ես ճաշը շուտ եմ բրծնում, օգնում եմ։ Ես եմ ուշացնում, ինքն է ինձ օգնում։ Ամանը կիսատա երեխեն լացում է, վազում է, չեմ ասում։ Էս ինչ հարց է թողեց, շարունակում եմ։ Բա տենց պետք է։ Եթե տեղից սիրես, հարսիդ կսիրես։ Եթե չսիրեցիս, չես սիրեցի սուտ բան է։ Կեսուր եղա նոր հասկացա։ Գիտես ինչ, ավելի լավ որ հարսը ամեն ինչ գիտի, հիմի ավելի դարը փոխվել ամեն ինչ հասկանում է, ճիշտ է, իրար պետք է հասկանաս, որ տունը խաղաղություն եղնի։ Առաջ օրինակ առաջվա հարսները, կիսուրները գալիս էին մի բան էր ծախում, իրանք էին որոշում ինչ առնեն։ Կիսուրը պետք է որոշի, չէ՞, բայց օրինակ մեր տունը ես ցեն եմ տալիս հարսիկիս, այդ ջան ինչ է պետք տանը վերցնելու, ինքը ինչ ասում է, ես էդ եմ վերցնում։ Արդեն փոխադարձ էդի կա ու մենք դրա համար մեր տունը ոչ մի կռիվ մի բան չի առաջանում։ Ու մինչ մենք մառանից ու ընտանեկան անդորից ենք խոսում, խոհանոցի անկյունից մի ուրիշ անկրկնելի բույր էր ընկել տնով մեկ։ Տիկին Նարանը ոչ մի րոպե պարապ նստել չի սիրում, մեր գալուց առաջ էս շոկ կրակին հասցրել էր անգամ հաց թխել։ Խոհանոցում շարված փռիզ նոր հանած տակ-տակ բոքոններն էլ գալիս են լրացնելու այս տան իսկական ապրեցնող ջերմությունը։ Ահա, մի քիչ որ շուտ կայի, ինձի փռի դռանը կբռնասնեի։ Հիմի նայեք իմ հացերը, իմ մաման էլ լավ թխող ա եղել հաց, ես էլ հացը սիրում եմ թխել, միշտ էլ թխում ենք, խանութից 1001 ենք վերցնում, իմ թորներն էլ հեսա գգան կխժռեն, իրանք սիրում են տատի թխած հացը, ասում ա տատ ջան չմեռնես հանկարծ, ասում եմ ինչի, բա մեզով հաց թխի, մենք փռան հացն ենք սիրում։ Ոչ մի բանի համար կարանք ոչ մեկի դուր չգնանք, բրդից հետը սկսած մշակումը Էփելուց հետ, փագոցից հետ, թխելուց հետ Սուպեր նիվեստկա կինոն որ կա, հիմ իմ կիսուրը սուպեր կիսուր է։ Ասենք ամուսինս էլ որ մի գործանի ցեխա շաղախում քարա տալու, ասում եմ, սպասի ես կամ տամ։ Մենք ընդ չի եղել, որ մեկին գնամ, ասեմ, թե այս բանը ոնց են սարքում, կամ էսի ոնց են անելու, ես կարամ լրիվ անեմ ու փոխանցում եմ հարսիկիս, ինքն էլ անող է։ Հիմի որ տեղը գա, մեկ-մեկ տեղը շատ խիստ է, որ մեկ-մեկ խոսում ասում է, ես քեզանից կբաժանվեմ, բայց մամայից ու պապայից չեմ բաժանվի։ Ուզում եմ խոսքին մեջ ընկնեմ, ասում եմ, մամ ջան, տուր ես էլի հացը ունցեմ, ես է սովորեմ արդեն, որ մամա եմ, ես է սկսեմ թխել, բան ասում է, դա դեռ քո գործը չի, ես քանի կամ, ես կթխեմ, կանեմ, ախր մնացած կիսուրները ասում են, հարս ես եկել պետք է անես, չէ, ասենք, ով ինչ կիսատ գործ է թողում, ով ինչ կիսատ գործ է թողում, մյուսը շարունակում է, լրացնում է, օրինակ թորներս, ասել եմ բերեք, ես թորներ շատ եմ սիրում, ես թորներ շատ ունենամ, գիշերն էլ մոտս կքնցնեմ, երբ պետքա ձեզ ծեն գտամ, են աթող հարսիկս ասել։ Այսինքն տունը աղմուկ աղաղակեր եք, բաների Դուք օրինակ ես ձեզի մի հարց տամ, դուք չեք զգում մեր տան մթնոլորտի ինչ դրական է, մեր տանը բացասական մթնոլորտ չկա։ Ներկապային լրություն է տիրում, քանի որ երեխաները դուրսն է։ Ու իսկապես այս հարկի տակ բացասական էներգիայի տեղ պարզապես չկա, ուր նայում ես աշխատանք է ծիծաղ ու իրար հասնելու պատրաստակամություն։ Նարայի կրակն ու անհանգիստ տեսակը վարակիչ են, իսկ տան ամուր հիմքը հենց այսպիսի անկեղծ չկեղծված սերն է, որտեղ ամեն մեկը իր տեղում է ու իր դերում։ Սուպեր տատիկ, ինչպես բնութագրեց հարսը, այո, հենց այդպես, այնքան սուպեր, որ ոտքը որտեղ դնում շենացնում է, ձեռքը ինչին կպչում կենթանանում է։ Նարայի ոտքի հետ եկող չկա գյուղում, իսկապես պետ ու կրակ, որ մի ոտքով տանն ու տնտեսությունում է տալիս, մի ոտքով այգիներում, այն մյուսով էլ մանր մունր թռչուններ բազմացնում։ Հիմա վերադառնանք այն հարցին, թե ինչպես հարևան գյուղ Պտղավանից այդան 6 տարի առաջ հարս եկավ Նարայի շեն ու սրտաբաց օջախ, եկավ ու ինչպես ինքն է ասում, բախտի մեջ թաղվեց։ Տիկին Նարա, իսկական շփշփան հարց ունեք, 5 րոպեով են սեղանից ցել։ Անպայման, հարսիկը ստեղեց թե չէ, ինքը մեզ լավ նայում է։ Տղան գնացել է արտագնա աշխատանքի։ Ահա, մինչև հիմի պապաներ գնում, հիմի պապային ասում է դու մեծ ես, չի թողում գնալու ու ինքն է գնացել։ Ուրեմն ինքը ես ասում եմ տղա ջան, իրաց մի պահի բանակում ասում են դժվար է, որ քեզ էլ դժվար չերնի ինձ էլ։ Ասավ հա մամա։ Բայց վերջի օրը, որ իրան արդեն ճանապարհելու էինք, մի հատ համար թերթիկին գրած տվեց, ասավ մամ, ինձ շատ է սիրում, ասի շատ, այդ հարցը, բա այս համարով կզանգես, իմ տեղը իր հետ կշփվես։ Ասի վայ, բասի չունեմ սիրած։ Տղես գնաց, զանգեցի հարսիս,
ինքը ամաչելով ալո ու չի խոսում, ասի աղջիկ ջան, ես քեզ չեմ տեսել։ Կարող է ոտդ չկա, ձեռդ չկա, չգիտեմ, բայց որ տղես ընտրելա, ուրեմն ես էլ եմ ընտրում, մենք 2 տարի շփվելու ենք, մինչև տղես կա։ Ու շփվել ենք, այդտենց ինքն էլ լավ օջախի, լավ ընտանիքի աղջիկ է, մեզ ընդունել են, գնացել ենք, եկել ենք, 2 տարի ես եմ սիրել, ոչ թե տղես։ Մարտի ու չգիտեմ ինչ, ամեն ինչի հնդկական սիրով։ Հա, հնդկական սիրով, իրոք 2 տարի ես հեռախոս մի րոպե չեմ թողել րոպեմ, պակասի տղուս հետ միշտ կապը պահի, այն այդ կռիվն էլ որ եղավ, տղես տեսավ եկավ, լավ մեծ շուկով դիմավորեցինք, ասինք ինչ կուզես որ քո սրտի անենք, բա սիրած աղջկաս բերեմ, այս տունը որ կիսա դեր ամուսինս սարքել, մենք տոմիկում ենք ապրել, գիտես թե համաձայն չենք եղել, ասին բեր, արդեն հարսիքս ինձ ասել է, որ մամ, եթե կա տղեր, ես կգամ տոմիկով, քո կողքին կքնեմ, ինձ տոմիկը չի կարևորը, կարևորը դուք եք։ Բայց տենակ ոնց էր կահավորել դիմացը շենքը սարքել պատել, կուխնյա, զալ, լվացարանով ամեն ինչով։ Դոմիկը ոնց էր դեռ կա։ Հա, դեր արդեն տենոք հանդածա, տեղափոխացա։ Այն ատենց էլ հարսիկիս գնաց Արաբեկա։ Այս տունը զրոյից հիմնել են իմ քիչուրն ու կեսրայը։ Դոմիկի 4 պատերից մինչև Էսիրուն նորակառույց տուն։ Նարայի պատմությունը մենակ քար ու ցեխի մասին չի։ Այս տան պատերի շաղաղը սիրով են հունցել, այնպես ինչպես Նարան է ամեն առավոտ հացը հունցում։ Ու երբ նայում ես Բակում արագ սեղան բացող Այդային ու կողքը կանգնած տան ամեն թելը իր ձեռքում պահող սկեսրոջը, հասկանում ես այս տան իսկական հիմքը հենց իրենց այս տաքուկ ու անկեղծ աշխարհն է։ Չգիտեմ, մենք որպես ջահել երիտասարդներ, մենք իրանց շատ հարգում ու սիրում ենք, որովհետև իրանք իրոք արժանի ծնող են, արժանի տատիկ պապիկ են ու արժանի կիսուր կեսրար են։ Այդա ջան, հիմա օրինակ երիտասարդները ձգտում են առանձին ապրեն, առանձին կենցաղ, գնաց։ Չէ, իրանք ինձ համար մեծ ուժ են։ Իրանք ինձ օգնում են, իմ հենարանն են իրանք։ Դեղու սովորել են, բայց իրան չէ։ Իրանց թորներին որ դպրոց են տանում, ոչ մի տատիկ պապիկը տենց չեր անի այս գյուղում հաստատ ու սաղ ասել են ու նկատել են դա։ Իրանք շալակում են 2 թորներին, դե ճանապարհը ցեխա դեռ նոր են վերանորոգում։ Շալակում են միջև դպրոցը տենց տանում են իրանց թորներին, որ իրանք ցեխոտ կոշիկով չգնային։ Տատիկը ամեն առավոտ պարտաճանաչ ելնում ու իրանց դպրոց էր տանում։ Դուք ոնց ասեցիք, առանց տղու կարակ, բայց առանց հարսի ու երեխեքի։ Չեմ կարա, դա հաստատ։ Իրա թորնիկներն էլ իրան են շատ սիրում։ Ու ասեմ, ես պահելու էլ չեմ, ինձ համար, իմ տան թագավորը իմ տղեն է, ուրեմն պետքա թագուհին էլ լավ եղնի։ Թագուհու արժաններն է։ Այսօր երբ շատերն են վազում առանձնանալու ու իրենց անկյուն ունենալու հետևից, Այդայի համար ծնողների սկեսուր սկեսրայրի կողքին ապրելը ոչ թե պարտադրված մի բան է, այլ ամենամեծ հենարանն ու թիկունքը։ Ու դա զարմանալի չի, երբ տանն ուշադրությունը չափվում է թորների կոշիկները ցեխից փրկող ուսերով, իսկ հարսին էլ տան թագուհի են կոչում, այդպիսի տնից հաստատ ոչ ոք չի ուզի գնալ։ Դե հայը սիրում է հույր ունենալ, հույրին պատվել, ես էլ մեր ծալկվա ձևով մեր կարտոշկեն դնենք, եպենք, խորովենք, որ անուշանենք։ Ինքնան ասեցիք դուք սովորեք, ամառ ձմեռ էս փրան առաջին։ Անպայման, ինձ ջերմությունը չի խանգարի, արի դու չես կարա կանգնես։ Ես իմ փոքրիկ իմ անկյունն է, հաց թուխի։ Իմի նայեք հացը թխում եմ, հարսիկս բերում սուպրա սեղանա սարքում։ Էն է կոֆեի սեղանն է, երբ կոֆեյա մենակ են սեղանն է, եթե ուտելիքա ուրեմն էս։ Ինչ եք դնում օրինակ սրան հացի հետ։ Թթուն, բանիրը, սոխը մեր դռնից քաղած, գյուղի տիպիկ բան էր։ Ես գիտեմ, որ իմ հարսը կշարունակի, կարող աղջիկը չշարունակի, աղջիկը ավելի շատ քաղաքի է ձգում, ինքը Ռուսաստանում ապրել, անդեի սովորել է, բայց աղջիկս հարսս ինչ անում եմ ընդօրինակում է։ Ու մինչ մենք ասում խոսում էինք, Նարայի ամուսինը, ով այդքան էլ սեր չուներ տեսախցիկի առաջ հայտնվելու, հատկապես խոսելու փուրն է թեժացրած պահում։ Փռի կրակը այնքան թեժ է, որ մի 2 քայլ հեռու կանգնած էլ դեմքդ էրվում է։ Բայց Նարայի համար այս շոկն ու կրակը սովորական բան են։ Ինքը այնտեղ է, որտեղ տան սիրտն է խփում, փռան դրանը։ Ինչպես ասում են, այս տուն ոտք դնող առանց հյուրասիրվելու գնալ չի կարող։ Դե իրենք ասում են, մենք էլ այլ տարբերակ պարզապես չենք ունենում։ Հատկապես երբ իմանում ենք, որ այս կրակի մեջ մեր լեզվով ասած չուլը վրին կարտոֆիլ է խորովվելու։
Ու մինչ փռից դուրս էր գալիս այս անկրկնելի մեր մանկության համով խորոված կարտոֆիլի բույրը, Նարան հասցրեց պատմել նաև իրենց ընտանիքի ամենադժվար տարիների մասին։ Այսքան տարի որ ապրել ենք, էլ հնար չունենք, պետք է ապրենք։ 32։ Տենանք ինչ ասարքի։ Մեծ մասը խոպան։ Անպայման, որ իրար վրա հաշվի մի 10 տարվա նշանված կեղնենք։ Ու այդ ինձ հոգս է թողելա ին վրա, այ, Վրաստանում սենց են անում, նայեք։ Էլ խոթունձ է կարել, Կարի ենք ցանե, մեշոկները շալակ է, իջացրե, ամեն ինքը պատրաստ եկելա, փետը ջարդած, փակոցն արած։ այ քեզ երջանկություն, էլ ինչ դարտիրա։ Հա, Չիրնուս է ստանակում, մի րոպե։ Սրա ձևն է սա։ Ձերն է այդ կվառեսնից։ Չէ, որ այսքան տարի ջիլից, պանրից, գործից չի վառե, էլ չի վառի։ Փռից համվող չուլը վրին կարտոֆիլի բույրն ու Նարայի պատմած 32 տարվա հոգսը միանգամից իրար են կապվում։ Տան ամեն ծանրություն միայնակ քաշած կնոջ համար այսօրվա տան լիությունը ոչ թե պարզապես ապրուստ է, այլ տարիների քրտինքի արդար վարձատրություն։ Ու մինչ ինքը փռից կարտոֆիլներ հանում, Այդան իսկական տան տիրուհու ճարպկությամբ վայրկյանների ընթացքում սուրճի սեղանը փոխարինեց հացի առած սեղանով։ Դե վայելեք։ Իմի հարսիկին էլ կլսնեմ, որ հանգած չջղային անա ինձանից չկրվենք, ոչ ես խմելու, պետք է իրար հասկանանք։ Դուք էլ տնական այնա արախը։ Դե ինչ ընտանեկան երջանկության ինչ ա մնում։ Տես ամենքը մի բան անում են։ Մենք սիրում ենք լիություն, առատություն եւ ցանկանում ենք, որ բոլոր ընտանիքներում էլ իրոք անկեղծ մեզ նման իրանք քրտինքով ստեղծեն, խաղաղ ապրեն, սիրով իրար նայեն, որ եկուցվա օրը իրանք հանգիստ իրանք գլուխը բարձին դնեն, չմտածեն թե վատ են եղել, տենաս հետևից ինչ կասեն, թող լավ եղնի։ Օրինակ ես լավն եմ եղնում իմ հարսիկի համար մենակ այն բանով, որ հետո ընթացքում ես չգիտեմ իմ կյանքը ոնց կավարտվի, ոչ թե տղուս ստիբողաբար կամ նենց ինքը բաժակով ջուրը բերի ինձ տա, այլ մեծ հաճույքով դա, որ իրա մամանա խոսքին լավ չի զգում իրան։ Ուրախ ենք, որ ձեզ ճանաչեցինք, թող ձեր։ Մենք է շատ, մեր Հայաստանի խաղաղություն եղնի, ընտանիքների, սերունդների շատ եղնեն մեր Հայաստանը շատանա բազմանա։ Ու հենց այսպես սեղանի շուրջ զնգացող բաժակների արդար քրտինքով ստեղծածի ու իրար հասնելու այս պարզ անկեղծ ուշադրության մեջ էլ ամփոփվում է Նարայի տան իսկական հարստությունը։ Տուն, որտեղ կրակն ու աշխատանքը երբեք չեն մարում, իսկ դուռն էլ ամեն եկող գնացողի առաջ միշտ բաց է պահվում։ Դե սովորեք, թե ինչպես է լինում իսկական հայ ավանդական ընտանիքը, ինչպես են լինում իսկական հարս կեսուր հարաբերությունները։ Սրանով էլ փակում ենք այս ընտանիքի պատմությունը ու մաղթում, որ հեռուներում գտնվող տղան, ով ապրուստի հետևի արտագնա աշխատանքի ուղին է բռնել, շուտ տուն վերադառնա, որ այս ընտանիքը կիսատ չմնա։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի
զարգացողու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Dalma Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։